Դες թալիսի չկա, որ ուշը մետքը թալիշում չլինի։ Դες թալիսի չկա։ Aman անգամ ես maşına kümem himton gəlis. Հայրենի քիչ դուրը միացնում եմ, լացնիլա gəlis։ Օհանյանների բախտակից եւս երկու ընտանիք կա ակնաբերդում։ Հարազատ գյուղից ստիպված էին տեղահանվել ապրիլյան պատերազմներ պատճառը։ Արամ Օհանյանը կնոջ, որդու, հարս եւ 3 թորան հետ ապրիլի 2-ին է թողել պապենական օջախը։ Թողել է, սակայն վերադառնալու վճռականությամբ ակնաբերդում սրտաբաց են ընդունել տեղահանվածներին, ով ինչով կարողանում օգնում է ընտանիքին։ Տան անդամներն ամեն ինչով գրեթե ապահոված են։ Միակ խնդիրը, որը հալածում է Օհանյաններին, դա բնորանի հանդեպ կարոտն է։ Սա ընդհանրը այնքան որ քրփախոխեքս թորներս ապահով տեղի։ Աղջիկս դրած ամուսնացած է, ախրի տղասել ծառայում է, որպեսզի ընտանիքը մոտ լինի, հնարավոր ինչ չափ ասենք, այն հերթափոխից հետո միշեբետ ոստը գնում են, դա ինչա ոչմ, ընդհանրը գամ մի օր, 2 ժամ իրան ռխեն իրան գնան տեսնեն։ Թշնամու արգակոծությունից թալիշում զգալի վնասներ են կրել նաև Օհանյանները։ Շատ բան կորստվել, ես որ սկսեմ հերթական ասիլը գլագանա միլիոնը կսավիլանա։ 3 սնարադ անգել հայացս։ Մինը բաղնիկն է, տուվելա սրև տուվել կողքին սարկածալել։ Պատերը կավեջ, ընդհանրապես։ Իրադի մեջ ինչ լնալով պշարած։ Իրա հերթին։ Կովենա հայացումը թաղած, բղջուղը, էլա սնարյադնա տխել։ Տան հայրը սակայն նյութական կորուստները չի կարևորում։ Ասում է, ամեն ինչ հնարավոր է արարել ու կրկին ստեղծել։ Նրա համար ամենամեծ ցավն այսօր հայրենի եզերքում հանգիստ ապրելու անհնարինությունն է։ Ազերիների գործելավոճի հետ նոր չէ, որ առնչվում է Արամը։ Ասում է, նրանք վաղուց են կորցրել վստահությունը։ Այն տարածքը, որ դիտարկում է մեր ցանկատարությունները, դա պիտի հետ վերոնվի ու թալիսից ինքավիրան օջախում նորից բունստեցի։ Այն հարցին, թե որտեղ, ինչպես կամ ոնց է տեսնում իր ընտանիքի ապագան, զրուցակից հարցով է պատասխանում, իսկ ինչ պատասխան պիտի տամ թորներիս։ Ես պատկերացնում եմ, որ նորից պիտի հետ դառնամ Նույն թալիշ։ նույն իմ օջախս, որտեղ ընդ հենգա ծառ կա դրած պապական։ Ես քիչ թորս այդ ծառը դնողի ու թորոց սերուննա, ինչպես պատկերացնում։ Այդ օջախը Կմոռանու է Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր